Սահմանամերձ բնակավայրերում բնակարաններով ապահովման աջակցության ծրագրին կարող են դիմել նաև միայնակ մայրերը, որոնք ունենան չափահաս երեխա եւ չունեն գրանցված ամուսնություն։ Կառավարությունը հաստատեց սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը վերաբերելու նախագիծը։ Վերաբացման հիմքում դրված են 3 հիմնական նպատակներ եւ ուղղություններ, ըստ որոնց էլ որոշվել են այն թիրախային խմբերը, որոնք կարող են օգտվել ծրագրից։ Միաժամանակ այն ընտանիքները, ովքեր 24 թվականի հունվարի 1-ից մինչև 25 թվականի մայիսի 1 ընկած ժամանակահատվածում ձեռք էին բերել հողամաս, անկախ նրանից շինթույլտվությունը ստացել էին, թե ոչ։ Հողամաս ձեռք բերել ասելով հասկանում ենք ինչպես արք ու վաճառքի գործարքը, այնպես էլ օրինակ ժառանգության, նվիրատվության ստացումը, հողամասի նշանակության փոփոխությունը։ Երկրորդ ուղղությունը վերաբերում է այն բնակավայրերին, որտեղ այս պահին բնակչության թվի եւ փաստացի շահառուների հարաբերակցությունը չի գերազանցում 10%-ը։ Այստեղ ընդգրկված են 49 սահմանամերձ գյուղական բնակավայրեր, ըստ Ղարագյոզյանի, գործում է նոր պայման, քանի որ ստացել էին դժգոհություններ, որ հարևան բնակավայրերից մարդիկ եկել եւ տներ են կառուցել, իսկ տեղի բնակչությունը տարբեր պատճառներով չի հասցրել օգտվել ծրագրից։ Որոշվել է, որ այս նոր քվոտաները կվերաբերեն բացառապես այն ամուսիններին, որոնցից առնվազն մեկը վերջին 1 տարվա ընթացքում ունեցել է տվյալ բնակավայրում հաշվառում։ Երրորդ ուղղությունը, որով վերաբացվել է ծրագիրը, վերաբերում է այն ոչ սահմանամերձ բնակավայրերին, որտեղ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում կառուցվել են դպրոցներ եւ որտեղ աշակերտների թափուր տեղերը գերազանցում են 50%-ը։ Ամուսիններից առնվազն մեկը պետք է վերջին 1 տարին ունենա տվյալ գյուղական բնակավայրի հաշվառում, իսկ եթե խոսում ենք դպրոցներով պայմանավորված նոր ոչ սահմանամերձ առանձին բնակավայրերի քվոտաների մասին, ապա այստեղ երեխան պիտի լինի 10 տարին չլրացած եւ ամուսիններից որևէ մեկը չպետք է ունենա վերջին 1 տարվա հաշվառում Երևան քաղաքում եւ անշարժ գույք Երևան քաղաքում։ Լավ կլներ իհարկե այդպիսի սահմանափակումներ չլինեին, որովհետեւ երբեմն լինում է, որ ընդհանրապես ուսուցիչ չի լինում եւ մարդը կուզենար օրինակ այդ բնակավայրում համաշխատել, համել իրեն ընտանիքով մնար այդ բնակավայրում, ցավոք սրտի այդ հնարավորությունից չի կարող օգտվել, որը այդքան էլ լավ չի։ Ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության չափը 16 միլիոն դրամ է։ Բացառություն են միայն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղական 4 բնակավայրերը՝ Բաղանիս, Բերքաբեր, Ոսկեպար եւ Կիրանց, որտեղ աջակցությունը 21 միլիոն դրամ է։ Եթե վերջին 1 տարվա ընթացքում ամուսիններից առնվազն մեկը բնակվել է եւ հաշվառվել է տվյալ բնակավայրում։ Հիշեցնենք, որ ծրագրով ժամկետը կերկարաձգվի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը եւ սահմանված 2400 շահառուի փոխարեն կընդգրկվեն մինչև 3820-ը։ Կանխատեսվում է, որ շահառուների թիվը 2026 թվականին կավելանա 1170-ով, ընդ որում ամսական շահառուների թվի աճը կկազմի 130։ Այս նպատակով 2026 թվականի պետական բյուջեում կկատարվի փոփոխություն, կլինի շուրջ 1 միլիարդ 398 միլիոն դրամի ավելացում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։